Ադրբեջանի հակառուսական արշավը շարունակվում է, սակայն Բաքվի քաղաքական հաշվարկները կարող են էապես տարբերվել հանրությանը մատուցվող իրականությունից։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանը հաճախ ներկայացվում է որպես պարտվող կողմ, մինչդեռ Ուկրաինայի թիկունքի հարվածներն ու ռուսական առաջխաղացումները գրեթե չեն լուսաբանվում։ Ըստ այս տեսակետի Բաքվի քաղաքական շրջանակները սակայն իրական իրավիճակը շատ ավելի սթափ են գնահատում։ Այս մոտեցման համաձայն Ադրբեջանը փորձում է միաժամանակ պահպանել կապերը Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի և Իսրայելի հետ, չանցնելով Մոսկվայի սահմանագծերը։ Բաքվի հակառուսական հռետորաբանությունը դիտարկվում է որպես արտաքին քաղաքական մանևր, իսկ լրատվամիջոցների դիրքորոշումը իրավիճակի փոփոխությանը հարմարվող գործիք։ Թալիշ Թելեգրամյան ալիքի հիմնական թեզը այն է, որ Բաքուն չի ուզում բացահայտ առճակատվել Մոսկվայի հետ, բայց միաժամանակ փորձում է հնարավորինս շահել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ճնշումից։ Թուրքիան էլ չի կարողանում ազատվել ռուսական S-400-ներից։ Բանն այն է, որ ԱՄՆ-ի հետ F-35 գործարքը շարունակում է փակուղում մնալ։ Անկարան չի կարող ստանալ ամերիկյան կործանիչները, քանի դեռ չի հրաժարվել ռուսական S-400 հոբ համակարգերից։ Թուրքիան արդեն վճարել է 6 F-35-ի համար, սակայն դրանք մնում են ԱՄՆ-ում։ S-400-ները վաճառելու նպատակով Անկարան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ, բայց դրանք արդյունք չեն տվել։ Վաշինգտոնը կոշտ է։ F-35-ների հարցը կբացվի միայն այն դեպքում, երբ Թուրքիան ամբողջությամբ ազատվի ռուսական S-400-ներից, գրում է Հաքի Նազմ։ Ադրբեջանը դատի է տվել CNN-ին Իրանին վերաբերող հրապարակումների համար։ Բաքուն CNN-ից պահանջել է հերքել հունիսի 5-ի հրապարակման պնդումները, ըստ որոնց Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործել է Իրանի դեմ հետախուզական և ռազմական գործողությունների համար։ Ադրբեջանը պնդել է, որ իր տարածքը չի տրամադրում երրորդ երկրներին ռազմական կամ հետախուզական նպատակներով և CNN-ից պահանջել է հեռացնել այդ տեղեկությունները։ Բաքուն 3 անգամ՝ հունիսի 6-ին, հունիսի 23-ին և հուլիսի 2-ին պահանջել է հերքում, սակայն CNN-ը պահանջները չի բավարարել։ Արհեստանոցին Ադրբեջանի իշխանությունները նաև քրեական հետապնդում են սկսել ռուսաստանցի 3 փորձագետների՝ Ալեքսեյ Չադաևի, Իվան Կնյազևի և Սեմյոն Ուրալովի նկատմամբ։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի տապալելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի և Իլհամ Ալիևին սպառնալու մեջ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդմամբ նրանց ելույթներում հնչել են նաև ադրբեջանցի քաղաքացիների ֆիզիկական ոչնչացման գաղափարներ, ինչը որակվել է որպես ահաբեկչության կոչ։ Թուրանսկի Էքսպրեսի փոխանցմամբ այս քայլը դիտարկվում է որպես Բաքվի հերթական կոշտ արձագանքը Մոսկվայի հետ հարաբերություններում։ Ադրբեջանի իշխանությունները գնալով ավելի հաճախ են դիմում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ քրեական և իրավական ճնշումների մեխանիզմին։ Սմոտրիչը կոչ է անում գրավել Գազան և այնտեղ հրեաներ բնակեցնել։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ Իսրայելը պետք է ավարտի խնդիրը, գրավի Գազան, ստանձնի դրա նկատմամբ վերահսկողությունը և այնտեղ հրեաներ բնակեցնի, որպեսզի տարածքն այլևս սպառնալիք չլինի իսրայելի քաղաքացիների համար։ Նա չի հստակեցրել, թե ինչ է նախատեսվում անել Գազայի ներկայիս բնակչության հետ։ Այս հայտարարությունը փաստացի ենթադրում է Գազայի նկատմամբ երկարաժամկետ իսրայելական վերահսկողություն և այնտեղ բնակչության վերաբնակեցման գաղափար։ Ադրբեջանցի ֆուտբոլիստը թիրախավորվել է շիայական ժեստի համար։ Ղարաբաղ ֆուտբոլային ակումբի խաղացող Էլվին Ջաֆարօղլիևը համացանցում ենթարկվել է զանգվածային քննադատության Կիևի Դինամոյի դեմ խաղում շիայական խորհրդանիշ համարվող ժեստ ցուցադրելուց հետո։ Ֆուտբոլիստին մեղադրել են անհավատության, պետական դավաճանության և Իրանի հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ։ Ռադիկալ շրջանակները նույնիսկ պահանջել են, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նրա հետ կանխարգելիչ զրույց անցկացնի։ Դեպքը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում կրոնական ազատությունների և շիայական համայնքի նկատմամբ իշխանությունների քաղաքականության վերաբերյալ հնչող մեղադրանքների վրա։ Բաքվին քննադատողները պնդում են, որ Ալիևի իշխանությունների օրոք շիայական կրոնական գործունեությունը ենթարկվում է աճող սահմանափակումների, իսկ հավատացյալների նկատմամբ կիրառվում են կոշտ մեթոդներ։ Ռուսաստանը Ադրբեջանի կհանձնի դասալիկ զինծառայողին։ Հաքի Նազի փոխանցմամբ Ռուսաստանը բավարարել է Ադրբեջանի դիմումը Նահիդ Ալիջանլիին հարտահանձնելու վերաբերյալ։ Ադրբեջանում նրան մեղադրում են զորամասը 3 ամսից ավելի ինքնակամ լքելու մեջ և միջազգային հետախուզում հայտարարել։ Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն այժմ միջոցներ է ձեռնարկում նրան Ադրբեջան տեղափոխելու համար։
Աբշերոնի տարածքային անշարժ գույքի գրանցման ծառայությունում միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին վարչության պետ գեներալ-մայոր Նաթիկ Ալիևի դստեր Թուրքիար Ալիևայի մասնակցությամբ ըստ Հայքի Նազի անշարժ գույքի փաստաթղթերի հարցով դիմաց Ալիևայի ներկայացրած փաստաթղթի իսկության վերաբերյալ ծառայության աշխատակիցների մոտ կասկածներ են առաջացել, ինչից հետո վեճ է սկսվել։ Հաղորդվում է, որ Ալիևան պատրել է պետական զինանշանով պաշտոնական փաստաթուղթը եւ այն նետել աշխատակցի վրա։ Երբ հերթում գտնվող պատերազմի վետերանը նրան կոչ է արել հանգստանալ, ըստ հրապարակման Ալիևան սկսել է սպառնալ թե նրան, թե պետական ծառայողին հղում անելով իր կապերին պետական կառույցներում։ Ավելին, նա, ըստ հաղորդման, կանչել է իր վարորդին եւ նրան ուղարկել վետերանի դեմ կռվի։ Ինքը Թուրքիար Ալիևան տեսաուղերձում պնդել է, որ կառույցում ճնշման է ենթարկվել եւ պահանջել է միջադեպի վերաբերյալ պաշտոնական քննություն սկսել։ Թուրքիայում կինը ամուսնալուծվել է սկեսրոջ հուղարկավորությանը չմասնակցելու պատճառով։ Տղամարդը դա համարել է վերջին կաթիլը, քանի որ կինը նախկինում եւս հրաժարվել էր մասնակցել ընտանիքի կարևոր միջոցառումներին։ Անկարայի ընտանեկան դատարանը կնոջը ամբողջությամբ մեղավոր է ճանաչել։ Փաստաբանի խոսքով նման վարքագիծը հակասում է Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի 185-րդ հոդվածին, որը ամուսիններից պահանջում է միմյանց աջակցել վշտի եւ ուրախության մեջ։ Բաքվի Խաթայի շրջանում Գյանջայի պողոտայի հարակից հատվածը վթարային վիճակում է։ Փլուզման հետևանքով մի քանի ավտոմեքենա հայտնվել է հողի տակ եւ լրջորեն վնասվել, իսկ փլվել է նաեւ հենապատը։ Տարածքում կան տասնյակ բազմահարկ շենքեր, դպրոց եւ մանկապարտեզ։ Բնակիչների խոսքով ճանապարհին եւ աստիճաններին ճաքերը խորանում են օրեցօր, իսկ վերջին տարիներին տարածքը խիստ կառուցապատվել է։ Իշխանությունները բնականաբար խնդիրը լուծել չեն կարողանում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast.info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։